Նայրիդ գործարան բանն կայարանից են կողմ, հետո սենց երրորդ մաս, առաջի մասի։ Քաղաքի շուրջ 50 րոպեում ոտքից գլուխ մարզական պարագաներով զինված ականջակալներն ականջին, բայց ուսին թութակ չկա, ինչպես մամուլներ գրում։ 34 տարեկան Սամվել Մարգարյանն է, առողջապահության ապագա փոխնախարարը։ Մինչև հեծանիվով շրջապտույտ չտա կամ չվազի, գործի չի ներկայանա։ Աշխատում եմ առնվազն շաբաթական 6 օր սպորտին տրամադրում, մի օր էլ հանգստանում։ 1000-ից 2000 դոլար արժողությամբ այս հեծանիվը Սամվել Մարգարյանն անվանում է էկոնոմ դասի մեխանիզմ ու դրանով էլ գնում գործի։ Մինչև հիմա Ինգո Արմենիայում էր Լևոն Աթունյանի տեղակալը ֆինանսական գծով։ Հիմա առողջապահության նախարարությունում կլինի։ Միակ խնդիրը հեծանվի կայանատեղին է։ Նախարարություններում այդպիսի տրանսպորտի համար տեղ չեն նախատեսել։ Այս մի աշխատանքից տեղը շատ մոտ է նախկին աշխատանքից տեղին ու գոլեգաներս այնքան բարեհամբեր են, որ թույլ են տալիս այնտեղ թողեմ։ Սամվել Մարգարյանը հրաժարվելու է ոչ միայն ծառայողական մեքենայից, այլ նաև քարտուղարուհուց։ Թող գնա, ասում է, ավելի օգտակար գործով զբաղվի։ Ես ինքս եմ կազմակերպում իմ աշխատանքը, էլի։ Իսկ հիմա բոլորը միասին դեպի ծանրաձող կառավարության ծրագիր։ Բարձրացնելուց առաջ падգամավորները պետք է այն զննեն բոլոր կողմերից։ Ձողի ծանրաքարերից մեկը պաշտոնյայի կերպարն է։ Նոր կաբինետում աշխատողի աչքի առաջ հենց վարչապետի օրինակն է։ Կարեն Կարապետյանը չի էլ սպասել, որ զանգը հնչի, բոլորը հավաքվեն, հետո ինքը հանդիսավոր ներս մտնի ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ։ Եկել է բոլորից շուտ ու կոտրում է կարծրատիպը, ինչ պարտադիր է շեֆը վերջում հայտնվի։ Բարև կառավարության անդամներին։ Եվ այսպես ձողի վրա դնում են առաջին ծանրաքարը, պետական համակարգ, որը վարչապետի ձևակերպմամբ սանիտարական մաքրման է ենթարկա։ Պետք է նոր շունչ հաղորդենք պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերին։ Դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն եւ արդյունավետ։ Նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք։ Նվազագույն ծախսով առավելագույն արդյունք ապահովողները ծառայողներն են, հենց ծառայողներ։ Պաշտոնյաները ծրագրում էլ կկարդան, վարչապետն էլ կհիշեցնի, իրենք քաղաքացուն ծառայելու համար են։ Պետական ծառայողները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են։ Պետական համակարգի կրճատմանը բոլորն էլ երկու ձեռքով կողմ են։ Աշխատողներին չկրճատեն, պետությունը կմնա առանց աջ ձեռքի, երկուսն էլ ձախ կողմից կաճեն, կամ արդեն աճել են։ Հիմա հարկավոր է պետության երկու ձեռքերը դնել իրանց տեղերը, որպեսզի ամեն ձեռքը ֆունկցիոնալ կատարի այն, ինչ որ պետք է անի։ Բայց սա շուտ փակվող թեմա չէ։ Հեղինե Բիշարյանը չի թողնի։ Կարեն Կարապետյանի բարեկամներին գործի տեղավորելու հարցով։ Կարող է առաջանալ հանրության մեջ հիասթափություն։ Եթե մենք Կարեն Կարապետյանի բարեկամները չենք կամ մտերիմներն ու ընկերները չենք, ուրեմն հույս չկապենք, որ ապագայում մեր կյանքում առաջընթաց կլինի։ Եթե իմ գործընկերներին, ում որ ես ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա օյո, ես նշանակում եմ այն մարդկանց առաջի դեմքեր, ում վրա վստահ եմ։ Բայց ամենայն դեպս առ այսօր մի հատ բարեկամ չեմ նշանակել։ Եթե գիտեք, հուշեք, բայց չեմ բացառում վաղը մյուս օր կնշանակեմ, եթե ինքը արժանի է։ Սանիտարական մաքրումից հետո կսկսեն համակարգը կաշառակերներից ազատել։ Դա մյուս ծանրաքարն է, որը Կարեն Կարապետյանը խոստանում է ձողի վրայից հանել բոլորի աչքի առաջ։ Պատգամավորները թերահավատ են։ Այդպիսի խոստումներ շատ են լսել, միայն թե Ջոնը անորսալի էլ մնացել է։ Որոնք են լինելու ձեր ոչ ստանդարտ լուծումները, անորսալի թվացող, ստվերային տնտեսության, մենաշնորհատերերի, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն, կենսագրությունով, ամեն ինչով, այդ ամենը ստոպ կանգնացնելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, ճիշտ եք։ Մենք այնտեղ ֆիքսել ենք ոնց են կոռուպցիայի դեմ պայքարելու։ Կանենք թե չենք անի, դուք կտեսնեք։ Եթե դուք ուզում եք շատ արագ մենք դառնանք իսկապես Սինգապուր, իսկապես դուք հերոս դառնաք այս երկրում, ետ բերեք թալանած փողերը։ Մյուս ծանրաքարերն էլ պակաս ծանր չեն։ Քննադատվող գնումների գործընթացը ծայրից ծայր հրապարակային դարձնելու վճռականություն կա։ Որոշում կայացնող պաշտոնյաներն էլ պետք է վերջ դնեն բյուրոկրատիային, ականջի հետև չգցեն քաղաքացու պահանջները։ Զգուշացվում է, եթե որոշումներն արագ չկայացվեն, դրանից արագ իրենք են կառավարության համար 1 սենյակում պատասխան տալու։ Ինչու ուշ արձագանքեցին մարդկանց։ Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչու անհրաժեշտ որոշումներ ընդունվում են կամ չեն ընդունվում, որ օղակում են դրանք ուշանում, ինչպես կարող ենք կարճ ժամանակում արդյունավետ կերպով լուծել քաղաքացիների հուզող խնդիրները։
Ամենածանր քարերից մեկը հարկային մաքսայինն է։ Կարեն Կարապետյանը ծրագիր գրելուց առաջ գործարարների հետ է շփվել ու նրանց մոտ կրակ չի տեսել։ Ոգևորություն չկա։ Նրա կաբինետն իր առջև խնդիր է դնում, անել ամեն ինչ, որ օրինապահը շնչելու օդ ունենա, ոչ օրինապահն էլ թիրախում լինի։ Բայց միջև այդ պետք է հարկայինի ու մաքսավորի կերպարը ոտքից գլուխ փոխել։ Օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի։ Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ։ Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսվարողը պետք է իմանա, որ գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է։ Պապկաների մի ձև կա, որը 37 թվին տրոյկաներն է հիշացնում, ով ընկավ այդ պապկաների մեջ, կներեք, քերթվում է միջև վերջ, ինչպես ձեր նոր պետը նշեց իր չքերթել մարդկանց։ Այդ պապկաների տարբերակումը վերանալու է, թե չէ։ Պապկաներ չեն լինելու։ Ռիսկով տղերքի հետ ոնց եք վարվելու։ Նրանց ասելու եք փող բեր, հարկերը վճարի։ Լովա Խաչատրյանն է անհանգստացած։ Մենք ասել ենք փող բերեն բոլոր նրանց, ովքեր որ փող պետքա բերեն։ Հիմա իրանք ռիսկով են, ռիսկով չեն, դա ինչ կապ ունի։ Խմբակցությունների տեսակետը քննարկման առաջին րոպեներից էր արդեն պարզ։ Անդիմադիրները դեմ են կամ ձեռնպահ, ծրագիրը նույնիսկ վերակառուցվող շենքի հետ են համեմատում։ Նշված չէ շենքի ներկայավիճակը, ճարտարապետական ապագա պրոյեկտը եւ վերակառուցման ժամկետները, բայց ներկայացված են այն գործիքները, որ կօգտագործվեն շինարարների կողմից այդ վերակառուցման համար։ Կողմ 85 դեմ 7 ձեռնպահվեց, որոշումն ընդունվել է։ Շնորհավորենք մեր կառավարությանը։ Կառավարության հետ ծանրաձողը պատրաստ են բարձրացնել միայն կոալիցիոն գործընկերներն ու առանձին ընդդիմադիրներ։ Ծանր չի, ոչ այնքան անհանգստացան, որքան հետաքրքրվեցին մյուսները։ Կարողանաք բարձրացնել։ Ուժերը բավարար են։ Կարեն Կարապետյանը պատասխանեց իր ոճով։ Այլ տարբերակ ունենք, ոչ։ Իրոք գնահատում ենք այն բեռը եւ այն շտանգան, որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա, որ ժողովրդական լեզվով ասած գրիժակ ստանանք, կա։ Կստանանք, ժամանակը ցույց կտա։ Բայց հիմա ճողվածքի մասին աշխատում են չմտածել։ Ծրագիր ընդունելուց հետո հանրապետական ու դաշնակցական падգամավորները ուղղություն են վերցնում աճ։ Կարեն Կարապետյանին շնորհավորելու համար հերթ են կանգնել։ Շաքե Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։